Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, սիրելի իմ Facebook-յան հետևորդներ, բազմահազար ընկերներ, մեր սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի։ Այսօր նաեւ դիմում եմ Ռուսաստանի հայոց բնակչությանը։ Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ արտակարգ եթերում է։ Ես երեք ասեցի եւ խոստացա, որ եթեր չի լինելու մինչեւ չանցնի Գերագույն հոգեվոր խորհրդի նիստը, սակայն այսօրվա իրադարձությունը ինձ ուղակի տրթեց արտակարգ ուղիղ եթեր դուրս գամ, որովհետեւ անհնարին կլիներ, եթե ես չարձագանքեի այդ խայտարակությանը, որ տեղի ունեցավ, ուրեմն Մոսկվաբադին մեջ։ Այսօր չխախտելով մեր ավանդությունը եւ խնդրելով, որ բոլորը սկսեք տարածել բոլոր հնարավոր միջոցներով այս եթերը, սկսելու ենք նորից աղոթքով եւ կաղոթենք տերունական աղոթք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս, սևերկրի, հսած մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ պրգյազ մեզի չարե, զիքո արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանը սավիդենից ամեն։ Ես շնորհակալ եմ նաեւ մյուս YouTube-յան ալիքներից, որոնք տեղադրում են իմ տեսանյութերը եւ ընդհանուր 50,000-ից եւ ավելին դիտումներ են լինում բոլոր հարթակներից լինում է եւ 100,000 մի խոսքով բավական լուրջ թիվ է իմ հետևորդների եւ իմ լսարանը միշտ պահպանում է եւ գրեթե երկրաչափական է պրոգրեսիայով աճում է սակայն այսօրվա խնդիրը դրա մեջ չէ որ ես ուզում եմ մեր սիրելի հանդիսատեսին ասել այս մասին որ շատ կարևոր է այս հարթակը որովհետեւ անաչառ է եւ որևէ մեկի կողմից չի հովանավորվում որևէ մեկի զակազով չի այս հարթակը ճշմարտությունն է բացահայտել հետևում է միշտ արդարությանը եւ երբ որ լինում են ինչ որ հարցեր աշխատում է միշտ բարձրաձայնել եւ չնայել ոչ մի այսպես ասած բաներին, հա, որ կարող է այս մեկը որ ասեմ ինձ վնաս կլինի դրանից կամ ինձ ձեռ չտա եւ այն ես միշտ խոսում եմ անաչառորեն։ Ուրեմն սիրելիներ, այն ինչ որ այսօր հրապարակվեց մամուլի եւ իհարկե ընդդիմադիր դաշտի մեր սիրելի մամուլի ուրեմն ներկայացուցիչները անմիջապես սկսեցին տարածել, շերանել այս ամբողջ բանը, ցանցը համացանցով այս նյութը, որ Կեղծ արքեպիսկոպոս, մանկապիղծ, սադանայապաշտ, բուրջո, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների թունդ գործակալ աստղեր ունեցող, լրտես, ծածկանունով Կարո Սրիկան, ինչպես որ իր մականունը արքեպիսկոպոս Եզրասն է, համավորեն եղել է Կտրիչ Ներսիսյանի անմիջական ուրեմն տնօրինության տակ, որովհետև իր հարազատ եղբորն է կարգել արքեպիսկոպոս եւ վստահել ամենամեծ թեմը եւ այն ժամանակ երբ որ տվեց այդ թեմը իհարկե շատ հարուստ էր Ռուսաստանի հայությունը Մոսկվայի հայությունը եւ այնտեղ ուրեմն ամեն ինչ ինքը արել է որ այդ փողերը ամեն ինչին տիրանա բիզնեսներ եւ այն ամեն ինչը որպեսզի իր համար այնտեղ ապահովի սադանայությամբ սրիկայությամբ ճաղերի ետևը ուղարկելով հոգեվորականներին օրինակ Հայր Ավգարին որը ինձ հետ ծառայում էր կարելի ասել շատ ազնիվ լավագույն հոգեվորականներից որին ես տեսել եմ պատկերացրեք որ ես այդքան բան չեմ հա ես երիտասարդ չեմ բայց մի քանի հոգիներով կարող եմ գոհանալ Աստծուց որ իսկապես արժանավոր ծառաներ են եւ այդ մարդը որը ճաղերի ետևում հայտնվեց Կտրիչ Ներսիսյանի զակազով մյուսն էլ նորից ազնվագույն Հայր Ներսես Աբեղան որը նմանապես ուրեմն բացարձակապես էլի խնդիրների մեջ էր ուղղակի իրեն հաջողվեց ինչ-ինչ հանգամանքներով դրանից բրցնել որտեղ ցանոթ ուներ եւ իհարկե շատ ցավալի է որ նման հոգեվորականները փաստորեն կորցրեց եկեղեցին եւ իրանք իրենց կյանքի ծաղկուն լավագույն տարիները չեն նվիրել եկեղեցու ծառայության այն པարզ բերումով որ Կտրիչ Ներսիսյանը նրանց մեկուսացրեց հոգեվոր կյանքից այսա շատ ողբերգական եւ միանշանակ կարող եմ ասել եկեղեցու համար կործանարար զարգացում եւ ով բոլորը դա արեց ով խայտարակություններ հրահրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում այս սատանան Կտրիչ Ներսիսյանի կրսեր եղբայրը մանկապիղծ տականքը Խաչագող Սրիկան որը այսօր
ամբողջ աշխարհի կողմից ճանաչված դիկտատոր, հա, մարդը, որը գործել է հանցագործություն, մարդկության եւ մարդկայնության նկատմամբ։ Այդպես է որակավորվում Պուտինի այդ ռուս-ուկրաինական պատերազմը, որը նա սանձազերծել է ջուդամասոնական օթիակների ջրաղացին ջուր ածելով, երրորդ Սողոմոնի տաճարին հակաքրիստոսի համար անելով այս զոհությունները եւ Ուկրաինայում սպանելով փաստորեն իր նույն արմատներն ունեցող նույն ժողովրդի հատվածը, հա, որովհետեւ Կիևգրադից է սկսվում Ռուսաստանի պատմությունը։ Կիևգրադն է մայրաքաղաքը եղել Ռուսաստանի, այնտեղից են արմատները նաև քրիստոնեական, որտեղ մեկ ավազանից մկրտության ծնվում է այդ թվում նաև ռուս ժողովուրդը։ Եվ ահավասիկ այսօր ես չեմ հավատում նման զուգատիպությանը։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին երեկվա զարգացումներից հետո, երբ որ բռնացրել են, այսպես ասած, հանցանքի վրա եւ կալանավորել են ըստ արժանվույն Կտրիշ Ներսիսյանի մյուս պիղծ եղբորը, պիանից հարբեցող, ուրեմն այդ սատանա Գևորգ Ներսիսյանին եւ իր կրտսեր որդուն Համբարձում Ներսիսյանին, եւ այսօր ամսու 4-ն է, չէ, նոյեմբերի գահակալության 26-րդ տարելիցն է, որ սատկել է Կտրիշ Ներսիսյանը, հոգևոր մահով է սատկել, հա, ինչպես որ մեզ Սուրբ Գիրքն է ասում, հոգևոր մահը այս է, որ մեծագույն վտանգ է ամեն մարդու համար, որովհետեւ ֆիզիկական մահը դեռ կարելի է հաղթահարել այն հավատքով եւ հույսով, որ պիտի վերջին օրը հարություն առնենք եւ արժանանանք հավիտենական կյանքի երկնավոր թակավորության մեջ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ միասին, բայց այս տականքը, որ արդեն մեռել է, դիակ է, նեղել է որպես դեյակ, հա, իբրև թե ճակերտավոր կրոնական գործիչ, այդ օրը սուրպրայզ է անում սատանա Պուտինը, մեդալ է կախում, շքանշան է կախում այս բանի Սահակի գլխից եւ Ալեքսանդր Նևսկու ռուս եկեղեցու կողմից այս սուրբ է Ալեքսանդր Նևսկին։ Այդ Ալեքսանդր Նևսկին շուռ եկավ դագաղի մեջ եւ Ալեքսանդր Նևսկին նաեւ երկնքում զարմացավ, որ իր անունը պախարակելով, սուրբի անունը պախարակելով Պուտինը պեդոֆիլին նշան է կախում դոշին։ Սա ինչ է։ Սա ոչ այլ ինչ է, որ մենք ապրում ենք շուրտված աշխարհում, ծուր հայլիների աշխարհում, որտեղ որ չի գործում արդարությունը, աշխարհում, որտեղ որ չկան առաքինությունները, աշխարհում, որտեղ որ միայն ու միայն անօրենությունն է թակավորում եւ սրբապղծությունը։ Այսա փաստ է եւ իրականություն։ Կրեմլի բանդան, որը բռնազավթել է արդեն Ռուսաստանի դաշնությունը եւ մարդկանց ուղակի այնտեղ ուղեղները լվացել են բոլոր հարթուկներից, ինչպես որ ասում են, բոլոր սավսեխությունով, միշտ այս հաչոցներն են հանում, Կրեմլի այդ գովազդը անդադ գնում է, նրանք ուզում են անդադ բացատրել եւ համոզել, փաթաթել այդ իրենց սխալ, փչացած մտածելակերպ աշխարհի մարդկության վզին, որ միակ երկիրն է, որը որ ուրեմն արդար է, ճիշտ է, ինչ անում է, ուրեմն հալած յուղի տեղ պիտի բոլորը կուլ տան, ընդունեն եւ այլն։ Էս է։ Բայց իրականում հայերին վնաս է տվել այդ պետությունը։ Ես կրկնում եմ, ես սիրում եմ ռուս ժողովրդին, ես իմ աջակցությունը հայտնում եմ ռուս ժողովրդին, պարս մարդկանց, որոնք համաձայն չեն Պուտինի վարած քաղաքականության հետ։ Բայց ես ատում եմ Ռուսաստանի Դաշնության մաֆիոս այդ կառույցներին եւ մասնավորապես Կրեմլի բանդային, որոնք փաստորեն հայատյաց քաղաքականություն են վարում եւ միշտ էլ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետությանը, միշտ անկախության թշնամիներն են եղել բոլոր հանրապետությունների, միշտ ցանկացել են դեմոնտաժել անկախ ազատ ինքնիշխան երկրները, պետությունները, միշտ փափագել են, որ որևէ մեկը պետականություն ձեռք չբերի այդպես էլ, չկազմակերպի պետությունը, փաստորեն այնպես գործառույթներ, որ ազատ դառնա, իսկապես կախում չունենա, որը կարողանա մրցակցի եւ պարտների դերում լինի բոլորի հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ, ինչպես որ այսօր մեր Հայաստանի Հանրապետության մեջ վարում է քաղաքականությունը մեր իշխանությունը։ Միակ իշխանությունը, որը այսօր դե ֆակտո մերժել է այդ պուտինյան Ռուսաստանին, Պրաշյայ, նիմիտը Ռոսիա, հա, երևի բոլորդ էլ այս տողերին ծանոթ են։ Էս ինչ է, սիրելիներ, սա խեղկատակություն էր, սա ինչ էր, սա հեգնանք էր, թե սա ձեռնոց էր նետված եւ ահազանգ հայ հասարակությանը, որ Ռուսաստանի Դաշնության դիկտատորը սպառնաց այսօր նաեւ ազատ մեր ինքնիշխան պետականությունը։ Այդ շքանշանը դոշին դնելով սատանա Կտրիշ Ներսիսյանի մանկապիղծ պետոֆիլ եզրասի ուրեմն դոշին։ Սա դա է նշանակում,
որովհետև այլ կերպ դա տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, չի կարող տեղավորվել։ Ես օրինակ անձամբ չեմ կարող հասկանալ նման քայլը։ Ինչի այսօր, ոչ 3, ոչ 10 օր հետո, ոչ էլ 1 ամիս առաջ, ոչ էլ մի տարի հետո։ Ինչի հենց հիմա։ Ես հասկանում եմ, որ նա հայ տղաների, երիտասարդների, ովքեր որ աղքատ ընտանիքներից ծերը ծերին հացնող ռամիկ այս մեր ժողովրդի հատվածի, որոնք գնացել են մի կտոր հաց վաստակելու համար, իրենց բարեկամներին, չգիտեմ, մեծահասակ ծնողներին, մյուսներին ուղարկելու համար դրամը հասցնելու, այնտեղ շարունակում են ռամիկություն անել եւ այդ ընտանիքներից այս զավակներին, չքավոր ընտանիքների վերբով կային արել։ Այս պիղծ դոն պուպուլիկները, հա, կեղտ փակագծերում Արտուր Ասատրյան են կեղտոտ կազմակերպության, ես չեմ կարող անվանել խաչակիր, որտեղ նախ ծիծաղելի է, կակակիր, այդ կակակիր կազմակերպության շեֆը բանդիտների հավաքագրած շայկայի եւ այդ պեդոֆիլ եզրասը, որ նրանք այդ Պուշիշնեմիասը, հա, որ ասում են, ուղարկում են Ռուսաստանից Ուկրաինա սպանություններ կատարելու համար, զանգվածային խաղաղնակցությանը սպանելու համար, այդ դրա համար են շքանշանը դոշից փակցրել, այդ տականքի։ Իրան պետք է կախաղան հաներ Պուտինը։ Իրան պիտի կախեին Կարմիր հրապարակում պեդոֆիլիայի համար, այլ ոչ թե շքանշան տային։ Այս սա է Ռուսաստան պետություն կոչվածը։ Եվ իհարկե մենք ոչ մի ընդհանուր ճանապարհ, որպես հայ հասարակություն, որպես հայ պետականության եւ պետականամետ մարդիկ եւ պետականություն պահպանողներ չունենք, բացարձակապես ես չենք կարող ունենալ։ Իհարկե, ես կարծում եմ սրանից հետևություններ պիտի անի Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ իրավապահ համակարգը եւ իշխանությունները պետք է հետախուզման մեջ, անպայման պետք է ցանկի մեջ անցկացնեն այդ տականքի անուն ազգանունը, որպեսզի սահմանի վրա բռնեն, ուղարկեն անմիջապես Ուկրաինա, քանի որ Ուկրաինան պահանջում է այդ տականքին եւ ուզում է դատել իրեն։ Եվ ես աղոթք եմ բարձրացնում եւ ամեն իմ պատարակին հիմա շաբաթը մեկ գիտեք, չէ՞, միշտ սրբազան իմ առաքելության մեջ մնալով պարտադիր պատարակում եմ։ Ուրեմն ամեն պատարակից պիտի իմ աղոթքը վերարակեմ Բարձրալին եւ նրա ողորմածությունը հայցեմ, որպեսզի անպայման իմաստություն պարգևի մեր իրավապահներին, սահմանապահներին բռնել այդ խուլիգանին եւ արտաքսել դեպի Ուկրաինա։ Ուրիշ ճանապարհ չկա իրենից ազատելու հայ ազգը, որովհետեւ ռուսը չի թողի եւ չի հանդուրժի, որ դրան բռնեք դատեք։ Բայց հայը իրավունք ունի ընդառաջ Ուկրաինայի պետության խնդրանքին գնա եւ դրան նստածնի դնի օթանավի մեջ ու ասի յալլա գնա տականք գնա այնտեղ թող հաշիվը մաքրեն դիմավորեն քեզ այնտեղ խալին փռեն Կիևի аэроպորտում Բարիսպոլում թող դիմավորեն իրեն այնտեղ աղու հացով, հա, այն չորնի ոռնը, որ ասում են ավտոմեքենան զեկերի համար ու կողեն մեջը տանեն։ Էս ինչ է կատարվում, սիրելիներ, էս ինչ է կատարվում։ Եվ իհարկե հիմա Կտրիչ Ներսիսյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժամանակ ենթադրում եմ դեռ այդ ինֆորմացիան չունեմ, բայց ես արդեն իսկ պատկերացնում եմ իր երես ինչպես է զմայլվել եւ նա արգումենտներ է բերել այնտեղ եպիսկոպոսներին ասելով տեսնում եք Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայերը իմ եղբորը բանտարկել են քրոջ որդուն բանտարկել են եղբոր որդուն բանտարկել են բայց Վլադիմիր Պուտինը իմ մյուս եղբորը շքանշան է շնորհել հասկանում եք չէ այստեղ Կտրիչի ձեռքը ուզում են քարտեր տալ կոզիր տալ եւ իհարկե ի հայտ եկավ նաեւ մի շատ պարզ գրառումը որը Facebook-ով անմիջապես մեծ տարածում գտավ այն պարզ հայտարարությունը որտեղ որ նարկամանը այդ պլանքաշ շմարավոս Արշակ Չարք եպիսկոպոս Խաչատրյանը վերցրել է եւ շանտաժել է շանտաժի լեզվով է խոսել եպիսկոպոսական դասի ներկայացուցիչների հետ ասելով հետեւյալը որ եթե դուք հանկարծ Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը պահանջեք ահավասիկ ես բոլորիդ վրա ունեմ կոմպրոմատներ ունեմ նյութեր եւ ես այդ պիտի այս բոլոր նյութերին ընթացք տամ եւ պետք է համացանցով մեկ նրանք լայն տարածում գտնեն հիմա հասկանում եք սիրելի հայ ժողովուրդ որտեղ է բուն խնդրեմը դրա մեջ է որ շատ խոցելի է հայաստանյա ծառայական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական դասը եւ այդ բարձրաստիճան հոգևորական դասը ինքն է մեղավոր իհարկե նրանց ուղղորդել է դրել է այս գծի մեջ Կտրիչ Ներսիսյանը բայց վերջի վերջո խո նրանք բուրտ ու բանկ չէին որ դրանք Կտրիչ Ներսիսյանը դրանց դրել է sense պայմանների մեջ պոռնկանալու ուխտադրուժ լինելու անվայել
կյանքով ապրելու, տարբեր զեղծարարություններ, տարբեր բաներ, հանցանքներ ունենալու, որ այսօր էլ ունենա դրանց վրա բավարար նյութ եւ կոմպրոմատներ, ու այս լծակը փաստորեն որպես իր ձեռքը մուրճը, ինչ կուզեք անվանեք լինի եւ սսկացնի միշտ վերահսկի իրենց եւ նստացնի իրենց տեղերը։ Ես այստեղ տեսնում եմ, որ եթե հույսը դնենք, ուրեմն այս դասի վրա փակուղի է մտնելու այս հարցը։ Փակուղի է մտնելու։ Ես չէի բացառում, որ նման բան կարող է լինել, բայց որ այդքան բացահայտ շմարավոզ այդ չարք եպիսկոպոս Արշակը անի, այդքան բանից հետո որ համացանցով մեկ տարածվեց իր բորնիկությունը, եւ այսօր ինքը նստել է կտրիչ Ներսիսյանի կողքին եւ շանտաժի անում կտրիչի ներկայությամբ մյուս հոգեվորականներին բարձրաստիճան։ Եվ իհարկե ինչ են արել, տակն են լցրել եւ վստահ եմ, որ այլևս լեզուն կուլ են տվել եւ որևէ բան չեն անելու։ Ստեղից ուզում եմ ուշադրությունը սևեռել մեր պետական այրերին։ Ես ուզում եմ ուղղակի հասկացնել ձեզ, առանց պետական, ես դա ասել եմ գլխանց սիրելիներ, ես հոգնել եմ արդեն, նույն բանը կրկնել։ Բայց երևի դուք էլ եթե ազնիվ լինեք բոլորդ, որքան է ձեզ համար դա տահաճ լինի, դուք պետք է ընդունեք եւ առերեսվեք այն փաստի հետ, որ ես ասել եմ ամեն ինչը գլխանց, ոչ թե ես որ մարգարե եմ եւ ես մարգարեացել եմ, ասել եմ դա, եւ այսօր դա իրականություն է դարձել, ես իմանալով այս խողանոցը, կեղտոտ անկողինը, այս սրիկաների, ովքեր որ վեհարը դրել են իրենց գլխին, բայց այդ վեհարի տակ թաքցրել են իրենց անփարով վարքն ու կյանքը, ես այդ իսկ պատճառով զգուշացրել եմ ձեզ, որ սրանց վրա հույս դնել չի լինի, եթե դրանց վրա հույս դնենք, կտրիչը կսատկի, նրանք դեռ են ժամանակ կմտածեն, որ արդեն մեռած կլինի, դագաղի մեջ պարկած կլինի, նրանք այդ վաղտ էլ կմտածեն։ Արդյոք արժի մի բան ասել իր հասեն, թե կարող է Արշակը ավելի ջահել է, հիմա էլ նյութեր հանի մեր դեմ։ Այսինքն եթե հետագայում նման զարգացում ձեզ ներկայացնեմ, Արշակը հետագայում պահանջի ասի սրբացրեք իրեն, սատկել է, պիտի սուրբ դարձնենք եւ իր անունով պիտի եկեղեցի կոչենք։ Էջմիածինը պիտի պատճառը պիտի փոխենք։ Կտրիչ Ներսիսյանի անվան պիտի լինի։ Դրան էլ են գնալու։ Հետևաբար ես ուրիշ բան չունեմ, այստեղից ես հայտարարում եմ, որ իմ հույսը մենակ քահանաներն են։ Որովհետև քահանաների մեծ մասը, ես չեմ ասում բոլորը, հա, բայց մեծ մասը վերջի վերջով նրանք ծանր հանցանքներ չունեն, մարդկային ունեն ինչ որ բաներ, բայց նրանք ոչ մեկի առաջ ուխտ չեն տվել։ Նրանք Աստծո առաջ սուրբ սեղանի այդ իջման սեղանի առաջ որևէ բան չեն կապել, ուխտ, որ նրանք պետք է բան լինեն, հա, կույս մնան, չգիտեմ, կուսակրոն լինեն, որ նրանք պիտի աղքատ ապրեն, չեն արել այդպիսի բաները, որտեղ դա չի պահանջում կարգը։ Եվ այսօր ցանկացած քահանան մատուն վրա դնեմ, ավելի մաքուր է, այսինքն իր վրա չկա որևէ բան, որ իրան շանտաժես։ Ես չեմ ասում 1%, 1% կա, հա, շատ չնչին տոկոս կազմում է, որը որ հենց այդ գեղի 4-րդ խոզից է դուրս եկել, կամ որ այն լնգուլավազներն են, որոնք իրատակ են պարկել, այս դրանց մասին չի խոսքը։ Ես ամուսնացյալ քահանաների մասին եմ խոսում, ես չեմ խոսում կուսակրոն այդ վարդապետ ու աբեղաների մասին, որտեվ ես չգիտեմ իրենց կուսակրոն լինելու բանը։ Ավելի շատ ես լավ գիտեմ, որ նրանք ոչ մեկն է կուսակրոն չեն։ Կուսակրոն չեն, էս փաստ է դա։ Մենք խայտարակ եկեղեցի ունենք, մենք ունենք խայտարակված եկեղեցին, արմատները շատ խորն են։ Այսօր ես դրա մասին պիտի խոսեմ։ Ես պիտի պատռեմ վերջին ոնց որ ասած բարակույրը, որը չէի ցանկանա այդ բարակույրն էլ պատռեմ, բայց պիտի պատռեմ ստիպված։ Գիտեք ինչ է, սիրելի ժողովուրդ, ես դες մի բան տեսարան նկարագրեմ։ Իրականությանը համապատասխանող։ Կոմունիստական շրջանում իցավ սիրտ պիտի արձանագրում անենք, այո, Վազգեն կաթողիկոսներ, որը որ ճանաչում է եւ ընդունելի է ազգի կողմից որպես լավ, բարի կաթողիկոս, բայց չմոռանանք ինչ պայմաններում է գործել Վազգեն կաթողիկոսը։ Սովետական անաստվածության տարիներին, այն ժամանակ նախ եւ առաջ կադրերը բոլորը պետք է ուսումնասիրեին հատուկ ծառայությունները, KGB-ն պիտի դաբրոն տար կամ չտար, որ մարդուն ձեռնադրեին եւ այլն։ Մանավանդ ինչ վերաբերվում է Հայաստանի մեջ ապրողներին, այնով որ գնաց ճեմարան Հայաստանից, այն Սփյուռքից ով որ եկավ, գնաց էլի վերադարձավ Սփյուռք ծառայության, այն պայմանով են եկել ու KGB-ն բան չի ասել, ասել է գնալու է Ռադեքաշի գնա Ամերիկայից է ծնունդով այնտեղ կգնա ծառայ, Լիբանանից չգիտեմ, այստեղից այնտեղից կգնա շարունակի իր գործունեությունը այնտեղ, մեծ էլ գործ չունի Հայաստանում։ Հիմա նախ այս մարդկանց ընտրել են եւ այդ մարդկանց մեջ էլ ես կասեմ, որ մեծ մասը նրանք հավատքի մարդիկ չէին։ Եկեք ճիշտը խոսանք, այո, հայրենասիրություն գուցե ունեցել են, դիտել են դա որպես ազգային կառույց, բայց նրանք Հիսուս Քրիստոսին որպես իրենց կյանքի փրկիչ եւ առաջնորդ չեն ընդունել։ Ես դրա տակ ստորագրում եմ այն սերունդի մարդկանց, ով որ լավ ականջ ունի, թող լսի ուշադիր ինչ եմ այստեղից խոսում։
Եվ դրա համար իրենց համար խնդիր չի եղել։ Դուք հասկանում եք, խնդիր չի է իրենց համար։ Իրենք մտածում են, որ դա խաղալիք է, այլ ինչ անենք։ Իրենք լրջությունը չեն հասկացել, որ ուխտը որ անում են, դա Աստծո մոտ են այդ ուխտ անում, բայց եթե նրանք չեն հավատում Աստծո գոյությանը, եթե նրանք գիտեն, որ դա ընդամենը բան է, ինչ որ արարողակարգ է, հա, ինչ որ ավանդություն է, եւ որպես զուտ ծիսակատարություն են ընդունում, չեն ընդունում դա որպես այն փաստը, որ Աստված է վկա այս ամենին։ Հետևաբար ինչ հետևություն ենք այստեղից անում։ Շատ տրամաբանական, շատ պարզ։ Այն ժամանակաշրջանում ինչ որ տեղի էր ունենում եկեղեցում, իսկ եկեղեցում տեղի էր ունենում հենց Վազգեն կաթողիկոսի օրոք ամեն ինչ։ Այդ բարակուրը որ չի ուզում բացեի, այո, ամեն այլանդակությունը տեղի էր ունենում, բայց այդ այլանդակությունը ծածկվում էր։ Ծածկվում էր, նոր ասում են շիտը կրիտը։ Արել են, ամուսնացել են, գոմիկել են եղել, ամեն ինչ էլ եղել են, արել են։ Բայց այն ժամանակ ինչ են դրանք արել։ Ամփարոյականություն գործել են, դրանք ծածկել են ու ասել են, ցա մեր ներքին խոհանոցն է, ոչ մեկի գործը չի։ Եվ իներցիայով այս մարդիկ նույնն են մտածել, որ այսպես է շարունակվի, մոռանալով, որ կյանքը եւ կյանքի պայմանները, երինքն երկիրը, երինքն կարգավիճակը հայ մարդու փոփոխվել է, մեծ փոփոխություն է ապրել 91 թվականից սկսած, երբ որ անկախություն է հռչակվել։ Էլի չեն հասկացել։ Եվ քանի որ այն ժամանակ է թքած ունեին այս ամենի վրա, պետությունը չէր ուսումնասիրում, չէր հետևում, իրենց համար всё равно էր, էլի ոնց որ ասած։ Այն յետքը կասում, нам всё равно, хоть боимся мы волка и сову։ Էս էր մտայնությունը։ Դրա համար հիմա իրենց համար դա ահավոր մի բան է, տագնապ է եւ ապշած են մարդիկ։ Ոնց կլինի երկրի վարչապետը հավատացյալ լինի։ Ոնց կլինի ինքը քիթը մցնի, կանոնագիրքը ուսումնասիրի եկեղեցու, ավետարանը սերտի, սաղմոսները կոց ասի եւ այլն։ Վերջերս էլ ասեց առակած գիրքը։ Պետք է ուրեմն սովորեն մանավանդ այն հատվածը, որը առաջինը թարգմանվել է հայերենով։ Հասկանում եք, իրենց համար դա նոնսենս է։ Եվ քանի որ իներցիայով նրանք սովորել են, խափեփաներ լինել, հա, եւ գիտեք ինչ մտայնություն է, նրանք ասում են ինչ անենք։ Մենք ասում ենք բան ենք արել, հա, ընտանիք ենք ունեցել։ Լավ է կարել, այ աղբեր ջան ունենայեք, ձեզ ով է բան ասում, շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ երեխաներ կծնվեն, որ հայր կշատանան, ուրախ եմ։ Շնորհավորում եմ։ Ինչ գործ ունեք, վեհարը գլխից հանեք, ցավը տանեմ ձեր։ Տեր հայր եղեք։ Խի ես ձեզանից պակաս եմ, ինչով եմ ես պակաս ձեզանից, որ ես լինեմ տեր հայր, դուք լինեք եպիսկոպոս, արքեպիսկոպոս, թող մեկը կանգնից տե ասի։ Ես կասեմ, բացահայտ կասեմ, ում հետ չեմ կարող ոտ գցել։ Բացահայտ եմ ասելու։ Կա մի դոկտոր աստվածաբանության Տերաբել Քահանա Մանուկյան։ Այո, որին դուրս շպրտեց Կտրիշ Ներսիսյանը։ Ես չեմ կարող իր հետ մրցել, ես չեմ կարող կանգնել իր կողքին, եւ եթե ինքը խոսի, ես պետք է լուր լսեմ իր խոսածածը, որտեղ ինքը ավելի կատարյալ է, հա, եւ իր կրթական համակարգը շատ ավելի բարձր է։ Բայց դա մի հոգի է ամբողջ հայաստանյաց առաքելական եկեղեցու, քանի միլիոն հայություն ունենք, եւ այդ հայության ներկայացուցիչներից հոգեվոր դաշտի վրա մի հոգի է, որին դուրս շպրտեց Կտրիշ Ներսիսյանը, դա Տեր Աբել Քահանա Մանուկյանն է։ Բայց մնացածի հետ եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Ես ավելի կրթված եմ, քան դուք, որտեղ ձեր ճեմարանը ավելի մակարդակը ցածր է։ Եկեք բարձ խոսենք։ Ուրեմն իմ մեջ ավելի շնորհքն ու ջիղը ղեկավարական կա, քան ձեր մեջ։ Ես 100 գլուխ ձեզանից լավ կկառավարեմ եկեղեցին, քան դուք։ Ցանկացած թեմի առաջնորդ կարող եմ լինել։ Վստահաբար ժողովուրդն էլ ինձ կսիրի եւ կաջակցի եւ կընտրի։ Կասկած չունեմ դրա մեջ։ Որ թեմում վաղ իմ տեխնազությունս դրեցի, եթե այդ հնարավորությունը ստեղծվեց, ես թեմի առաջնորդ եմ։ Դրա համար մենք պիտի վերջացնենք այդ խաղը, հա? Վերջացնենք այդ կապիկությունը։ Ինչ անենք, որ ես չեմ խափել։ Ես գտնվել եմ ազնի, որտեղ ես հավատք եմ ունեցել, սիրելի ժողովուրդ։ Հավատք չունենայի, ես այդ եկեղեցու կողքով չէի անցնի։ Ինձ Աստված բերեց դարձի։ Ես երբ որ երեխա էի, ես չէի ճանաչում Աստծուն։ Ես երեխա եմ եղել սովորական, չեմ ճանաչել։ Ես 13 տարեկանից այստեղ տեսնում եք խաչի նման, այդ շրամը եթե տեսնում եք, վիրահատություն եմ տարել։ Այդ օրվանից իմ մեջ փոփոխություն տեղի ունեցավ։ Ես չեմ ուզում այստեղից մանրամասնել, պատմել, ես ընդհանրապես այս մասին աշխատում եմ չպատմել ոչ մեկին։ Սա թող իմ եւ Աստծո միջև գաղտնիքը լինի, բայց ես հասուն տարիքում, արդեն 16 տարեկան հասակում, ես եւ քույրիկս գնացինք մեր ոտով եկեղեցու մկրտվել ենք, որտեղ մեծ ծնողները չեն մկրտել, քանի որ այն ժամանակաշրջանում, կոմունիստական շրջանում դա կարևոր չէր։ Եվ վախենում էին մարդիկ, չգիտեմ, աշխատանքի մեջ պաշտոններ են ունեցել, չեն ցանկացել եւ այլն, այդպես հետ են գցել ու երբ եկա հավատքի ապաշխարեցի, շնորհակալություն եմ նաեւ ուզում հայտնել այն ժամանակվա հավատացյալներին, այսօր նրանք մահացած են։ Այդ բոլոր հավատացյալները ինձ հետ քայլել են
Ես իրենցից շատ լավ բաներ եմ լսել սովորել եւ ես ուզում եմ այստեղից նաեւ խոնարհել գլուխս Տեր Հովանես Քահանա Մարուկյանին, որը նա ինձ մկրտել է եւ փաստորեն Տեր Հարություն Քահանան Դարփինյանը այժմ հանգուցյալ, որը նմանապես շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ հոգեվոր կյանքի ընթացքի վրա։ Հետո արդեն ես ինքս սկսել եմ ինքնուրույն քայլել եւ առաջնորդել, բայց կուզեմ այստեղից գնահատել այս մարդկանց։ Հետևաբար ինչ հետևություն եմ ուզում անել։ Եվ նորից կյանքում չէի դառնա հոգեվորական, կլինեի հավատացյալ, եթե Աստված ինձ չկանչեր։ Հիմա եթե ես չեմ խաբել, որտեվ ես ինձ իմացել եմ, որ ես չեմ կարող կուսակրոն լինեմ, ում պիտի խաբեմ։ Այն սարսափելի մեղքը գործեմ, ընդունեմ կուսակրոնության ուխտը, իսկ հետո գնամ ուխտը խախտեմ։ Ես դա հասկացել եմ, որ դա իմ բանը չէ։ Ամեն մեկին չէ, որ Աստված այդ բանը տալիս է, այդ շնորհքը, դա մեծ շնորհք է, մաքուր մնալ, կուսակրոն մնալ, կանանց հետ գործ չունենալ, զավակներ չունենալ, ապրել մենակ, հա, բանկի 4 պատերում։ Ես դա իմացել եմ, որ դա իմ բանը չէ։ Թեև ես շատ եմ սիրել եւ ընդունել աղոթական կյանքը եւ աղոթական վիճակը, բայց այս բանը ինձ մտահոգել է միշտ եւ ես կարծել եմ, որ դա իվերուս պետք է տրված լինի եւ դա այդպես էլ կա։ Ինչ են դարձել արևածաղիկի սեմճկու պես բան են, հա, սարքել դա։ Ով պատահի կուսակրոն են դառնում։ Չհասկացանք։ Ինչ է սա։ Խաղալիք է սա, ես չեմ հասկանում։ Վեհարը խաղալիք է, այմա ձեր տներում կարեք, եթե ձեր դուրը այդքան գալիս է, դրեք ձեր տան մեջ, հայլու առաջ կանգնեք, զմալվեք, ուրախացեք։ Սա ի նշան աշխարհի հրաժարումի կդրվի։ Դուք հասկանում եք, որ սա գեղեցկություն չի, ինչ որ ատրիբուտ չի։ Աշխարհից պիտի հրաժարվես, որ այդ վեհարը կրես։ Պետք է ուրանաս սեփական անձդ իրականության մեջ։ Իհարկե մեկի դուրը չի գալիս, դիզլայք է ուղարկում։ Պորնիկ է, ով ուղարկողը, թող լսի այստեղից, ուղարկողը պորնիկ է, սատանայի ծառա։ Այս է իրականությունը։ Դրա համար խեղված եկեղեցին ստեղծվեց։ Եկեղեցին խեղված էր վաղուց, հենց Վազգեն կաթողիկոսի ժամանակ խեղվեց այդ եկեղեցին։ Եթե կուզեք իմանալ, անկախ իր կամքից, որտեղ կոմունիստական այդ հորրի բարքերն էին, աթեիզմը։ Ուսանողներին գլուխը մտցնում էին, որ Աստված չկա, փորձեր են ժամանակ ասել, որ ես հավատացյալ եմ։ Երբ որ կոմսոմոլ էին մարդկանց պարտադիր ընդունել տալիս, պիոներ, չգիտեմ։ Սա պարտադիր է, դպրոցում մատը թափ էին տալիս, ասում էին դա պարտադիր է։ Խոսում էին տարբեր այլ եւ այլ բաներ։ Ծիծաղի առարկա էին դարձնում եկեղեցին, հավատքը, Սուրբ Գիրքը եւ այլն։ Այսպես ժամանակներ էր։ Մենք ապրել ենք դա, մենք տեսել ենք դա։ Ոչ միտեղ չկար այդ ինֆորմացիան, որևէ տեղ չէր վաճառվում Սուրբ Գիրքը։ Իմիջիայլոց պիտի այստեղից ասեմ, որ առաջին անգամ Աստվածաշունչ Մատյանը, ես քանի որ ռուսական կրթություն ունեցել եմ դպրոցում եւ հետագայում էլ իմ կրթությունը ռուսական էր արծագույնը։ Ես Աստվածաշունչ Մատյանը վերցրել եմ Վազգեն առաջին կաթողիկոսից։ Ինքն է ինձ նվիրել ռուսերենով եւ ես դա կարդացել եմ Աստվածաշունչ Մատյանը։ Չկար։ Չեն վաճառում, ոչ մի տեղի չես կարողացել բան անես։ Դա այն ժամանակ գոյություն չուներ նման գրականություն։ Աղոթքները փոխանցում էին մարդիկ, գրում էին թերթերի վրա, այդպես ձեռով, հա։ Գրիչով գրում էին, մեկը մյուսին փոխանցում էր։ Աղոթագրքեր, բաներ գոյություն չուներ։ Գոյություն չուներ այս ամենը։ Տեր Հարություն հոգելույս, Տեր Հարություն Քահանայի տնից եմ քանի անգամ վերցել օգտվել, ինձ տվել են նվիրել են աղոթագրքերը, որ ես տեսել եմ ու ասել են բան արա գնա արտագրի այս աղոթքը, այն աղոթքը, որ հետո մեզ վերադարձնես այդ գիրքը կամ որոշ բաները նվիրել են արդեն իմ մոտ այ մնացել։ Կուզեմ ասել, որ սիրելիներ, այդ պայմաններում էին։ Եվ բնականաբար ինչ որ այդ 4 պատի մեջ այնտեղ ինչ խայտարակություն կլիներ իջմիածնի մեջ եւ այլն, ով էր իմանում, ոչ ոք։ Այսօր մենք չենք ուզում մարդկանց գերեզմաններից անել եւ այլ բաներ ասել, որի մասին շատ լավ իրազեկված ենք։ Դա թող արդեն քանի որ հողը տակ անցան, թող իրենք կանգնեն այնտեղ իրոջ առաջ պատասխան տան։ Բայց ես կուզեմ ասել, որ ժամանակները փոխվել են եւ իներցիայով շարժվել նույն ձևի դա չի լինի։ Համենայն դեպս այն բացահայտումներից հետո, երբ որ Փաշինյանը իբրև առաջին դեմքը պետության բացահայտեց, այս մասին ես իրանից լավ գիտեմ, ես եմ իրեն շատ բաներ ուղարկել պաշտոնական իմ նամակների մեջ, հարցը ստեղ դրա մեջ չի, որ ինքը հիմա է հասկացել, բայց ես իրենից առաջ այս ամենի մասին գիտեի եւ իրեն եմ նաեւ իրազեկել։ Ես կուզեմ ասել, բայց ինչ ես ասեմ, այստեղից ինչ ասի առաջի դեմքը, դա սարերի եւ ձորերի տարբերությունը հասկանալի է մակարդակը։ Եվ երբ որ նա բարձրաձայնեց խնդիրը, այս բացահայտումը արդեն եղավ, իհայտ եկավ այդ փաստը, եւ իհարկե մենք ինչ պիտի արձանագրենք, որ հնարավոր չի նույն ձևի շարունակել։
Այս պայմանների մեջ, եթե մենք պետություն ենք ուզում կառուցել, եթե մենք ուզում ենք կառուցել առողջ հասարակություն, ինչ արժեքների վրա է հիմնվելու այդ հասարակությունը։ Որն է լինելու դրա այն արժե համակարգը։ Կեղծիքները, որ մարդիկ վեհարով կանգնեն, ասեն կուսակրոն են, բայց իրանք իրականության մեջ կուսակրոն չեն։ Մեկը, գիտեք ինչ, չկա ասում է գախնի բան, որի հայտ չկա։ Շատ լավ գիտեն, ես բոլորի մասին գիտեմ, ով ինչ ունի, ով ինչ չունի, բոլորի մասին գիտեմ։ Ժամանակը կգա, եւ կարծում եմ, այս ժողովը մոտեցնելու է արդյունքը, այդ ժողովի արդյունքը մենք կտեսնանք, մենք կլսենք։ Այդ ժամանակը, որ մենք հանելու ենք այդ ամբողջ կեղտոտ անկողինը, ջրի երես։ Եթե նրանք չեն ուզում զոհության ճանապարհով խաչը իրենց վերցնեն եւ այդպես գոնե կավեն իրենց մեղքերը, ազատագրեն եկեղեցին պոռնիկ սատանա կտրիչներ Սիսյանից, ահա վասիկ ձեզ կորցնել կտանք։ Կորցնել կտանք ձեզ կտրիչի հետ միասին։ Մեկը կտրիչը գնալու է, բայց հետնել դուք եք գնալու։ Գնալու եք։ Կամ վեհարները կդնեք եւ կհակնեք քահանայի զգեստ, որովհետեւ ինձնից ոչ մի բանով առավել չեք։ Եվ ես դա դες կապացուցեմ։ Կամ մեկ պիտի վեհար դնենք։ Կանգնենք ամուսնացած լինելով համբերց, բաց հայտարարում եմ, կամ դուք պետք է վեհարը իջացնեք, ձեր գլխից հանեք։ Եվ դառնաք քահանա։ Ուրիշ ճանապարհ այլ ընտրանք չի լինելու։ Եվ ես այստեղից կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ հարցը բարձրաձայնել եւ ինձ պատասխանել։ Ես վաղը ուղարկելու եմ ձեզ նաեւ գրություն։ Ձեր էլեկտրոնային փոստին, պարոն Փաշինյան։ Մենք չենք կարող ստի կեղծիքի մեջ ապրել։ Չեն կարող։ Այն հոգևորականները, որոնք դրժել են, հանգամանքները ինձ չեն հետաքրում, դրժել են կուսակրոնության ուխտը, նրանք պետք է, ես չեմ ասում, քանի որ կան դրանց մեջ արժանավոր մարդիկ, բանիմաց մարդիկ, կրթված մարդիկ, ազնիվ մարդիկ, ես չեմ ասում դրանք հեռանան եկեղեցուց, բայց վեհարը պիտի հանեն գլխից, պիտի քահանա լինեն։ Չէ, ուրեմն պետք է համակարգվի ամուսնացյալ քահանաները, եպիսկոպոս դառնան եւ ուրեմն պետք է ես վեհար ստանամ։ Եվ գամ ձեզ հավասար կանգնեմ այնտեղ։ Որտեղ ձեզանից ոչ մի բանով պակաս չեմ, այստեղից հայտարարում եմ։ Ես երբևիցե նման հայտարարություններ չեմ արել։ Դուք լսել եք, քանի տարիներ շարունակ ես խոսել եմ հայ ժողովրդի հետ եւ նման բան ասեմ։ Այսօր ասում եմ, որտեղ տեսնում եմ, որ փակուղի մցնողը եպիսկոպոսներն են այս հարցը։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը լավ ձևը գտել է շանտաժի լեզվով։ Արշակը, պլանքաշը, նարկոտիկը խմել է գիշերը, առավոտ եկել է, աչքերը շեշուբեշ ա եղել, շանտաժ է արել։ Ասել են նյութերը կհրապարակ։ Մենք կհրապարակենք այդ նյութերը։ Արշակին հերթը չի հասնի։ Մենակ արշակը չէ որ ունի այդ նյութերը։ Թող արշակը լավ իմանա։ Կարող արշակը մեզանից շատ բան գիտի բնականաբար, բայց մենք էլ պակասը չենք։ Որովհետև սա պիտի վերջանա։ Չի կարող շարունակվել։ Այս վիճակը, ես կրկնում եմ, եկեղեցում չի շարունակվելու, սիրելի ժողովուրդ։ Եկեղեցին մաքրվելու է։ Մաքրվելու է մինչև վերջին մարտը։ Կրկնում եմ, այն մարտը ով որ, ինչի, օրինակ ես ձեզ պատմեմ, Տեր Աբելը, հայր Աբել էր, վարդապետ էր, ամուսնացավ, եւ քանի որ ինքը, ես ասեցի, հա, ինչ մակարդակ ունի, դարձավ Տեր Աբել, քահանա դարձավ։ Ինչի համար։ Շատ ներողություն։ Ինչի համար այսպիսի մարդը, որը ամենալավագույն կաթողիկոսի տեխնազուն հենց ինքն էր։ Իրանից լավը մեկը կարային գտնենք, ոչ, բացարձակապես։ Մեկը չկար, իրեն հավասար։ Չկա, հիմա ուզում եք գլուխը պատերով խփեք։ Ես տեղից հայտարարում եմ Տեր Աբելի ոչ մեկի եղունգի տակի կեղտը չարժե։ Բայց մարդը ազնիվ գտնվեց, ամուսնացավ եւ դարձավ քահանա։ Իսկ ինչի դուք պիտի ամուսնացած լինեք, երեխաներ ունենաք եւ շարունակեք վեհարը գլխին դնելով խաղալ եպիսկոպոս։ Կրկիս է դա։ Ես է կկարեմ վահը վեհար, սիրելիներ, ինչի՞ չէ։ Ստեղ կդնեմ, կնստեմ, կասեմ ես եպիսկոպոսն եմ, սակ եպիսկոպոսն եմ ես։ Այդպես ոչի։ Մենք խաղալիք չենք խաղալու։ Տիկնիկ, չգիտեմ, տունտունիկ, եկեղեցի, հա, իրենց խաղն է երևի։ Այդպիսի բան չկա։ Այստեղ լրջություն է պահանջում եւ ամեն մեկը պիտի հասկանա, ժամանակ անցել է, ինչ որ արել եք նախկինում, բրծավ, մոռացեք դրա մասին, դա չի կարող շարունակվել, դա աբսուրդ է։ Սա այդ թատրոնը, որ եղել է, թատրոնին վերջ պիտի տանք։ Հակառակ պարագայում մենք չենք առողջացնի եկեղեցին։ Դուք պատկերացրեք մի մարդ, որը նոր դարձի է գալիս, հավատքի է գալիս։ Իրեն բերում եմ, ասում եմ, «Էսի սրբազան, ես Տեր հայր եմ, էսի հայ սուրբ է»։ Հա, այնի գիտի ես Տեր հայր եմ, բնականաբար ընտանիք ունեմ, ոչ մի հարցեր չեն առաջանում, հա։
Հետո գնում է մի օր փողոցի մեջ տեսնում է այդ սրբազանը քաղաքացիական աբիշնի շորերով, հա, շալվար կոստյումով, կնիկների շրջապատում կամ երեխաները ձեռքը տեղակնում։ Վա մյուս օրը կգա թքի մերեսը կասի տեր արես ինչ ես մեզ լոլլոկ կարդում, ինչ հավատ, ինչ աստված, ինչ բան։ Հենա տեսել եմ եպիսկոպոսը, հա, ինչ եպիսկոպոս, երեխեքը ձեռքից բռնած դպրոց է տանում կամ հայր սուրբը։ Հասկանում եք դուք, ոչ, քահանա պիտի լինեն, քահանա, կրկնում եմ ես, քահանա պիտի լինեն։ Այն էլ պիտի ապաշխարեն, ապաշխարության պիտի սկզբից գնան, որից հետո պիտի նրանք քահանա դառնան։ Ու վերջ, մենք ոչ մեկին չենք ուզում վռնդել եկեղեցուց։ Ի տարբերություն իրենց, մենք ճակատագրեր խեղող չենք։ Բայց չենք հանդուրժի կեղծիկը, աֆերիստությունը եւ պրոֆանացիան։ Դա իսպար բացակայում է, մտքից հանեք, կուզեմ ասել, որ դեր մեջ այդ գաղափարը հանկարծ չփորձեք նույնիսկ, չփորձեք քայլեցնել։ Ես եմ հանելու ջրի երես այդ բոլոր կեղտը։ Վերջանալու է այդ անփարունակ վիճակը եկեղեցում։ Եկեղեցին թող մաքրվի մինչև վերջ, սիրելի ժողովուրդ։ Այս ամոթը արդեն տեղից ամեն ինչ հայտնի է, հա։ Բայց մենք չենք ուզում, չէ՞ Ռուսաստանի պես ծուր հայիների պետություն ունենանք, որ պետաֆիլին իշխանության են տալիս ու էշերը դահլիճում նստած ծափ են տալիս, շնորհավորում են եզրաս բոզի լակոտին, մանկապիղծին, սատանայի ճուտին, ների ծառային։ Սա վերջանալու է։ Բոլորի հետևից գնալու եմ, բոլորի։ Եվ այս հարցը փակվելու է։ Դրա համար ես այստեղից կոչ եմ անում իրավապահ համակարգին, Կտրիչ Ներսիսյանը իրավոտով սիրելի իրավապահն է, չի գնալու։ Ես կարամ դրատակ ստորագրեմ, ինքը չի գնա։ Այսօր էլ այդ քայլը, որ արել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում, իշխանության շնորհելով եզրասին, սա բացահայտ աջակցություն է կտրիչ սատանային։ Միայն ու միայն պետք է կալանավորվի, պետք է արմատախիլ արվի, ուրիշ ձև չկա, նույն արշակը, ինչին եք սպասում, ինչի այդ խուլիգան, շմարավոզ, նարկոմանին չեք ձերբակալում։ Ես կոչ եմ անում, հենց վաղը արշակին ձերբակալել։ Կոչ եմ անում, սիրելի ժողովուրդ։ Վստահ եմ, որ բոլորը ինձ հետ համաձայն են այստեղ, ովքեր որ լսում են։ Վստահ եմ ես։ Գրեք անպայման մեկնաբանության մեջ համաձայն եք, որ վաղը ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալի արշակին, շմարավոզ արշակին։ Վերջ դրեք այս ամեն ինչին։ Հոգնել ենք մենք, դուք եք ձանձրացել երևի այս հարցից։ Փակեք այս հարցը, այս ձևով պիտի փակվի, ուրիշ ճանապարհով դա չի փակվելու։ Ոչ մեկի վրա հույս մի դրեք, ոչ մի եպիսկոպոս այդ որևէ գործողություն չի անելու։ Ես չեմ հավատում այդ հեքիաթներին։ Հենա խնդրեմ, արդեն շանտաժ են արել, վերջացավ իրենց։ Դուխը էլ չերիքեց գործել։ Որովհետև կրնում եմ, եթե մաքուր լինեին, օրինակ քահանաներին չի կարա շանտաժի, կտրիչը չի կարող, մարդ չի կարող բռնի եւ այնտեղ բանանի շանտաժների ենթարկի, չի կարող։ Բեսպրեդելով պիտի անի, հա, մենակ բեսպրեդելով, եթե պետությունը թիկուն կանգնեց, այդ բեսպրեդելն էլ չի անցնի։ Հիմա չի կարա, չէ՞, տեր Թադեի, տեր Տարոնի վրա բան փակցնի, տեր Արամի վրա չեն կարա։ Խնդրեմ, 3 քահանաներ, որոնք այսօր առաջնագծում են։ Խնդրեմ, այ 3 տեխնացուն եմ ձեզ տալիս այստեղից, կաթողիկոսական տեղապահ։ Տեր Արամը, տեր Թադեն, տեր Տարոնը։ Խնդրեմ, չասեք վաղը տեսակն է ուզում լինել, բաց արցակապես, ձգտում չունեմ։ Մենք կգանք կողքը կկանգնենք, կօգնենք, որ մաքրվի այդ ախորը։ Եթե մաքուր լիներ Երուսաղեմի պատրիարքը, այսինքն խարդախ բաներ չաներ այնտեղ, չէր աջակցի։ Չէր ասի այդ բան։ Ուրեմն խարդախությունները իրեն ստիպել են, որ ինքը իր նախկին որոշումները, բաց նամակները այդ բոլորը մի կողմ դնի, մոռացության ամնեզիա ունի երևի։ Տարիքը երիտասարդ է, մեծահասակ չէ։ Բայց փաստը մնում է փաստ։ Ուրեմն եթե մարդիկ մաքուր լինեին, ես կրկնում եմ, 1000 կտրիչ լիներ, 1000 շմարավոզ արշակ լիներ, ոչ մի եպիսկոպոսին չէին կարողանալու պահեն ձեռքից։ Սա վառ վկայությունն է իրենց բարոյական նկարագրի, ովքեր են այս մարդիկ։ Եթե դրանց վրա նյութ չունենային, դրանք հանգիստ կլինեին։ Կգնային այսօր բոլորը այնտեղ, կասեին ոչ, վերջանում ես, պրծավ։ Քո լավը չկեն փակ է այսօրվանից։ Բայց չեն կարող այդ բանը ասեն։ Բայց այստեղից պնդում եմ, պիտի անեք, ձեզ նորից եմ ասում, պիտի անեք։ Չեք անելու, մեկը խայտարակվելու եք։ Ավելի լավ է անեք, դրան դուրս անեք, այդ բաներին մենք չենք նայի այդ վիդեոներին։ Քանց թե դուք իրեն չհանեք, մենք այդ վիդեոները մենք ենք դնելու։ Այն ժամանակ տեսնեմ, այն ժամանակ դուք գնալու եք ձեր կտրիչի հետևից, իր այդ միասին է։ Եվ ոչ մի բան մեզ չի կանգնացնելու։ Չի կանգնացնելու։
Առաքյալները 12 հոգի էին ամբողջ աշխարհը դարձի բերեցին, ինչա, փոքրիկ ազգ ենք։ Թող 10 հոգի մնա եկեղեցում։ Այդ 10 հոգին մի քանի տարվա մեջ կդառնա համապատասխան այն թվականակը, որը անհրաժեշտ է ծառայություն ունենալու համար։ Կուզեմ ասել, որ կոմպրոմիսի չեն գնալու ոչ մի պարագայում, պիտի մաքրվի եկեղեցին, կրկնում եմ, կուսակրոնությունը խաղալիք չէ, կուսակրոնությունը ձևական ինչ որ ատրիբուտ չէ։ Վեհարը ձեզ համար կապիկի կամ չգիտեմ, տիկնիկի շոր չէ։ Կապիկներին հագցնում են, չէ՞, մեկ տեսնում եք, չէ՞, կապիկներին շոր են հագցնում, շատ ծիծաղելի է։ Ավելի ծիծաղելի է, երբ որ կուսակրոնը սուտի դնում է այդ վեհարը, բայց երբ որ գիտես, որ ինքը ոչ մի կուսակրոն չի։ Այդ կապիկը ավելի դառնում է ընդունելի քան տվյալ մարդը։ Հետևաբար էս է, ուրիշ բան չի լինելու, ուրիշ լեզուն չի լինելու ձեզ հետ, չի լինելու, փակվել է, լավը չկեն, փակվել է։ Այստեղը հասավ արդեն, այս սուտն ու կեղծիքը։ Հայ կորյունն է կուսակրոն է, հայ կորյունն է կուսակրոն։ Այ կարող է իջմիածնում կանգնել, ասել ես կուսակրոն եմ։ Ու մեկը չի կարա կանգնի ուրիշ բան խոսա։ Տաթևում մի հատ էլ Միքայել է, անունը չգիտեմ ոնց է վարդապետը։ Նա կուսակրոն է, իրական կուսակրոն է։ Կարող է կանգնել, ասել ես կուսակրոն եմ, ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ։ Հիմա եթե այդ մարդիկ մաքուր մարդիկ են, եթե նրանք Աստծո ծառաներ են, եթե նրանք իրական կուսակրոններ են, մեկը կարող է ասի իրանց, որ ձեր աչքի վրա ունկա, ոչ։ Բայց եթե մարդը կուսակրոն է, անունով, բայց էությամբ ոչ։ Ինչ կուսակրոն է դա։ Հիմա կուսակրոն լինեին, լեզուն 1000 մետր կլներ, կտրիչին էլ այսօր դուրս կշպրտեին ու կփակվեր այդ պատմությունը։ Բայց իրենց կուսակրոն չլինելու, իրենց ուխտադրուժ լինելու փաստը իրենց լեզուն կապում է։ Որտեղ էլ ինչ շանտաժ պիտի դրանց անի։ Դրանց վարկն է շանտաժանում։ Հավատացեք, որ եպիսկոպոսները մեծ մասը նրանք հանցագործներ չեն, նրանք չեն թաթախված հանցագործությունների մեջ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, իրանց միակ թերությունը դա է, որ դրանք ընտանիքներ ունեն, զավակներ ունեն, էս է։ Իհարկե մի մասը կա, որոնց պիտի դուրս շպրտենք, գոմիկներ են, կամ սոդոմական մեղքերով, մանկապիղծ եւ դրանց մասին չի խոսքը, իհարկե։ Մենք խոսում ենք այն բարձրաստիճան հոգևորականներից, որոնք կեղծիկ են այսօր տարածում ասելով, որ մենք կուսակրոն ենք, դուք կուսակրոն չեք։ Ուրեմն վեհարը կհանձնեք, կլինեք քահանա եւ կշարունակեք ձեր ծառայությունը եկեղեցում։ Սա է։ Ուրիշ ձև չի կարող լինել, ուղղակի չի կարող։ Ես ասում եմ, ուրիշ ալտերնատիվան մեզ տվեք վեհար։ Եթե վեհարը դա կապիկություն է, ուրեմն մենք պիտի վեհար կրենք։ Ամուսնացած լինելով հանդերձ։ Վերջ։ Կամ ընդունեք բարեկարգման եղանակով նոր կետ կանոնադրության մեջ, որ կարող են եպիսկոպոս աստիճան ունեցողը ամուսնացյալ լինի։ Այն ժամանակ պիտի մենք էլ բարձրանանք եպիսկոպոսական աստիճանի։ Всё, ուրիշ բան չկա ստեղ։ Էս է։ Եվ սա շանտաժ չի, սա պարզ ճշմարտություն է։ Կարծում եմ, որ հազարավոր ժողովուրդը իմ մեջքի հետևը կկանգնի։ Այս թեզը ես առաջ եմ բերելու։ Եվ այս թեզով բերելու եմ ժողովուրդ մայրավանք։ Որպեսզի հանեմ այդ վեհարները ձեր գլխներից։ Այն խոստանում եմ, որ այդ վեհարները ես հանել եմ տալու։ Ուրեմն դրա համար պետք է բոլորն էլ ականջիող անեն եւ հասկանան, որ պրծավ 25 թվականով այս նոյեմբեր ամսով ավարտվում է կապիկությունը Հայաստանյաց եկեղեցում։ Մենք այլևս այդ fake կուսակրոն բաներին մենք չենք կարող հանդուրժել եւ համակերպել։ Այսա է սիրելի ժողովուրդ։ Թե չէ պիտի այսօր կանգնեին եւ պիտի ասեին բանին այդ կտրիչին։ Ասեին սատանա եղբորը պետոֆիլիայի համար է Պուտինը շքանշան տվել։ Այդ փչացած, ով ես դու։ Բայց ոնց կարան իրեն ասեն փչացած։ Բա ինքը կասի, բա դուք էլ եք փչացած։ Մեկ իրարից հեռու չեն գնացել։ Վերջ, հասկանում եք ու փակվում է դրանց բերանը։ Այստեղ է ամբողջ պատմությունը։ Հավասիկ այսօր այսքանը սիրելիներ, ես ուզեցի դա խոսել։ Իհարկե բոլորը պիտի դա կաչ հասկանան եւ կարծում եմ պետությունը պետք է ճուշացնի իր պատիժը։ Պետք է հուշք ու հարված հասցնել այս խայտարակ զարգացմանը, որ տեղի ունեցավ այսօր, եւ պետք է իհարկե պետական պաշտոնյաները միջոցներ կիրառեն, ամենակոշտ միջոցները, եւ պետք է մայրաթոր ներխուժի ազգային անվտանգության ծառայությունը պետք է ձերբակալեն արշակին։ Սա նույնիսկ չի քննարկվում։ Պետք է նա ձերբակալվի։ Նմանապես Նաթանը, Նանարը, Նատաշա, ինչ են արել իրան ասում, չգիտեմ, այդ կեղծ չարք եպիսկոպոսը
պետք է նրանք այդ կիղտերը, այդ աղբը ընդեղից դուրս գա։ Իսկ եթե կտրիչը մի օր տան իրեն դրանից հետո, եթե ինքը իր ոտով չգնաց, վզին տալով դուրս շպրտեն նորից ազգային անվտանգության ծառայությունը։ Այդքան փաստեր ուղարկել ենք ձեզ։ Այդքան գործեր կապել ենք։ Դատեք այդ սրիկային, վերջանա այդ պատմությունը։ Ինչ եք ուզում մեզանից։ Հանգիստ մեզ տվեք էլի այ ընկերներ ջան։ Արդեն մեր համբերությունն է հատել այս ամեն ինչից։ Եվ կարծում եմ իմ հետ համաձայն է հայ ժողովուրդը։ Եվ մեծ մասն է համաձայն իմ ասածի հետ։ Եթե ոչ բոլորը, ովքեր որ այդ տեսակետները կիսում են, ուզում եմ դա անպայման ընդգծել, որ շահարկում չլինի վաղը։ Այն Մայր Հայաստանը, չգիտեմ, Քոչարյանի մյուսի, չգիտեմ, տարբեր նոր ձևով լնգուլավազները, որ չասեն մենք համաձայն չենք, մենք կտրիչի դամապահողներ ենք։ Այսքանը եւ կարճ վերջացնենք։ Աճ նարարչական, բազուկս բրճական, սուրբ խաչը տերունական լինի ձեզ սպաբան, այսուհետ մինչեւ հավիտյան ամեն ուշ եւ կարողություն բոլորիդ։